մինչև 2025 թվականի ապրիլի 1-ը իրավունք էր տրված բոլոր այն օտարերկրացիներին, ովքեր ունեին բնակվելու իրավունք եւ կացության կարգավիճակ, այսինքն ՌՎՊ եւ Վիդնաժիցեստվա, եւ նաեւ երկքաղաքացի էին հանդիսանում, պարզեցված կարգով փոխեին իրենց ազգային կամ իրենց պետության երկքաղաքացիների դեպքում երկրորդ քաղաքացիության պետության վարորդական իրավունքները Ռուսաստանի Դաշնության վարորդական իրավունքներով առանց քննություն հանձնելու։ Ապրիլի 1-ից այլևս այդ կարգը չի գործելու եւ անկախ նրանից ունեն կացության կարգավիճակ, ունեն բնակության իրավունք, հանդիսանում են երկքաղաքացի, իրենք որպեսզի ձեռք բերեն Ռուսաստանի Դաշնության վարորդական իրավունք, պետք է քննություն հանձնեն։ Եվ այլևս որևէ մեկը առանց բացառության իր կարգավիճակի չի կարող վարորդ աշխատել, չունենալով Ռուսաստանի Դաշնության վարորդական իրավունք։ Դա տուգանքի ենթակա է, դա խախտում է համարվում եւ երկու անգամ եթե անձին ուղղակի ոստիկանները տուգանեն հենց այս խախտման համար, սա հիմք է լինելու, որ մուտքի արգելք կստանա անձը։ Այսինքն նույնիսկ եթե ԵԱՏՄ երկրի վարորդական իրավունքը ժամկետի մեջ է, պահին Ռուսաստանում է արգելված է, հա։ Ընդհանրապես որևէ պետության, ընդհանրապես Ռուսաստանի Դաշնությունում վարորդ, մինչև դա թույլատրված էր օրինակ մինչև անցյալ տարի, որ նաև Ղրղստանի վարորդական իրավունքներով կարող, Հայաստանի վաղուց արգելված է, բայց դա էլ են հանել, ընդհանրապես որևէ պետության վարորդական իրավունքով վարորդ աշխատել հնարավոր չէ։ Նույնիսկ եթե դու ունես կացության կարգավիճակ, երկքաղաքացիություն եւ այլն, եւ պարզեցված կարգով էլ չես կարող փոխարինել քո վարորդական իրավունքը, միայն քննությունով։ Սա արդեն ապրիլի 1-ից հաշվի առնելով, որ մեր քաղաքացիներից շատերն են մեկնում Ռուսաստան վարորդ աշխատելու նպատակով, այս դժվարությունն ու բարդությունը ինչ ձևով կազդի միգրացիոն հոսքերի վրա։ Իմիջիալուց վաղուց մեր վարորդ աշխատող քաղաքացիները իրավունք չունեին Հայաստանի Հանրապետության վարորդական իրավունքներով վարորդ աշխատել, բացառապես կարող էին իրենց անձնական մեքենան վարել, որը հիմա էլ կարող են իրենց անձնական մեքենայով գնալ Ռուսաստանի Դաշնություն, վերադառնալ, եթե մեքենան իրենց անձնական է, իրենց անձնական կարիքների համար է օգտագործում։ Սա վերաբերում է նրանց, ովքեր պետք է աշխատեն վարորդ, ուղևորափոխադրում, բեռնափոխադրում պետք է իրականացնեն։ Այն նրանք Հայաստանի Հանրապետության քաղաքացիները վաղուց այդ իրավունքը չունեն, ճիշտ է իրենք ինչ-ինչ ճանապարհներով դեռևս խուսափում էին ձեռք բերել ռուսական վարորդական իրավունքներ, բայց հաշվի առնելով, որ փետրվարի 5-ից խստացումները մեծ ծավալով ուժի մեջ են մտել, հիմա դա բավականին աննկարագրելի ավելի դժվար է լինելու եւ Ռուսաստանի, որովհետեւ օրենքը շատ հստակ ասում է, եթե անձը չունի Ռուսաստանի Դաշնության կողմից տրամադրված վարորդական իրավունք, նա իրավունք չունի որպես վարորդ աշխատի, վերջ։ Այսինքն եթե այսպիսի խախտման համար բռնեն, դա հիմք է արտաքսման, ուղղակի պետք է սրա մասին